Ողջույն բոլորին, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու ապրիլ ամսվա ամենաբարենպաստ և վտանգավոր օրերի մասին, առողջություն, աշխատանք և սեր, բացահայտենք միասին։ Ապրիլին շատ բարենպաստ օրեր կլինեն մի քանի ոլորտներում բիզնեսի իրականացման համար։ Դրան հատկապես պետք է ուշադրություն դարձնեն կենդանակերպի, կրակի և երկրային նշանի ներկայացուցիչները։ Բոլոր 12 խորհրդանիշների ներկայացուցիչները պետք է զգուշանան անբարենպաստ օրերից, որպեսզի պաշտպանեն իրենց ձախողումից։ Բիզնեսի և աշխատանքի ոլորտ։ Ապրիլի բարենպաստ լուսնային օրերը կլինեն 3-րդ, 4-րդ, 5-րդ և 30-րդ օրերը։ Այս պահին ավելի լավ է սկսել ինչ-որ նոր բան, սկսել նախագծեր, փոխել ռազմավարություն, սկսել գործընկերություն։ Մոլորակները մեծ էներգիա կտրամադրեն, որպեսզի մարդն ավելի հեշտ ադապտացվի նորացված պայմաններին և ժամանակ ունենա ճիշտ պլան կառուցելու համար։ Հին լճացած խնդիրներին թարմ հայացքը դրական արդյունք կտա։ Անբարենպաստ օրերն են ապրիլի 16-ը, 19 և 23-ը։ Խորհուրդ չի տրվում այս ամսաթվերին հանդիպումներ անցկացնել կամ կարևոր որոշումներ կայացնել։ Փորձեք հոգալ ընթացիկ այլ գործեր, որոնք հրատապ չեն։ Բացի այդ, այս օրերին չպետք է շփվեք պոտենցիալ դիմորդների հետ։ Հնարավորություն կա, որ դուք ձեր ժամանակը վատնեք դրանց վրա և չեք զբաղեցնի թափուր տեղը։ Առողջապահության ոլորտ։ Առողջական պրոցեդուրաների համար ապրիլյան բարենպաստ օրերն են 3-րդ, 4-րդ, 15-րդ, 22-ից 30-րդ օրերը։ Այս ամսաթվերին ազատ կարող եք այցելել բժշկի, անցնել կանխարգելիչ հետազոտություններ և անցնեք թեստավորում։ Վերականգնումն ավելի արագ կլինի և երկարատև արդյունք կտա։ Լավ օրեր են նաև բեղմնավորման, գինեկոլոգի կամ անդրոլոգի ազդեցության համար։ Անբարենպաստ օրերն են ապրիլի 7-ը, 13-ը և 18-ը։ Այս օրերին խորհուրդ չի տրվում սկսել բուժման կուրս կամ մարմնի հետ լուրջ մանիպուլյացիաներ իրականացնել։ Հնարավոր է ալերգիա առաջանա կամ պատահական վնասվածք ստանաք։ Կաճի նաև սխալ պատրաստված բուժիչ խառնուրդներից թունավորվելու վտանգը։ Գեղեցկության ոլորտ։ Ապրիլի բարենպաստ օրերն են ձեր արտաքին տեսքը բարելավելու համար։ Ապրիլի 3-ից 12-ը, 22-ը, 26-ից 27-ը և 29-ը։ Այս ամսաթվերին լավ է հոգ տանել ձեր մազերի և մաշկի գեղեցկության և առողջության մասին։ Գրանցվեք բարդ գունազարդման, սանրվածքի մազահեռացման կամ պիգմենտային բծերի հեռացման համար։ Խորհուրդ է տրվում նաև մասնակցել մերսման մի քանի սեանսների։ Լավ օրեր են սկսելու ճիշտ սնվել և սպորտով զբաղվել։ Անբարենպաստ օրերն են ապրիլի 14-ը, 20-ը, 30-ը։ Այս ամսաթվերի ընթացքում աշխատեք կտրուկ որոշումներ չընդունել ձեր կապերը փոխելու հարցում։ Հատկապես պետք է զգույշ լինել սուր առարկաների և պիլինգի նոր միջոցների նկատմամբ։ Հոբբիներ։ Հոբբիների համար այս ամիս բարենպաստ օրեր են ապրիլի 3-ը, 8-ը, 15-ից 23-ը, 29-ը։ Արեք մի բան, որը երկար ժամանակ հետաձգում էիք զբաղված լինելու պատճառով։ Սա լավ ժամանակ է ցուցահանդեսներ, համերգներ և ներկայացումներ այցելելու համար։ Գրանցվեք խեցեգործության, նկարչության կամ լուսանկարչության դասընթացների վարպետության դասերի համար։ Այս ժամանակը բարենպաստ է տնային ծաղիկներով կամ այգում աշխատելու, նոր բույսեր գնելու համար։ Խորհուրդ է տրվում ձեր հոբբիին ներգրավել ընկերներին կամ ընտանիքին։ Անբարենպաստ օրերն են ապրիլի 4-ը, 10-ը։ Այս ամսաթվերի ընթացքում չպետք է զբաղվել ձեր հոբբիներով։ Մեծ վտանգ կա, որ դուք կստանաք սխալ արդյունք, որը կստիպի թողնել ծխելը։ Ընտանիքի, ընկերության և հարաբերությունների մասին։ Ապրիլի բարենպաստ օրերն են ապրիլի 3-ը, 4-ը, 8-ը, 10-ը, 16-ից 19-ը, 23-ից 25-ը, 28-ը և 30-ը։ Այս ընթացքում աշխատեք հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել ձեր ընկերներին, ընտանիքին և սիրելիներին։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի հաճախ այցելել միմյանց և համատեղ ճամփորդություններ կատարել դեպի բնություն։ Հավաքեք խումբ հին կատակերգությունների կամ սեղանի խաղեր դիտելու համար։ Անբարենպաստ օրերն են ապրիլի 6-ը, 13-ը և 29-ը։ Այս ամսաթվերի ընթացքում առկա է կոնֆլիկտային իրավիճակների առաջացման վտանգ։ Փորձեք չհուզվել։ Ավելի լավ է կամ ընդհանրապես չշփվեք կամ հանգիստ արձագանքեք վիճելի կետերին։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։
Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն եւ իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ եւ բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ եւ նպատակասլաց, այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համար էլ կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ եւ տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել եւ ամեն ինչ կգրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան եւ կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան եւ ընտանիքի վրա։ Նաեւ հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախության ցանկությամբ եւ ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի եւ կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք։ Բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը եւ պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ եւ կարող են վրեժխնդիր լինել։ Նրանք նաեւ լավ են զգում մարդկանց եւ կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ եւ գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ եւ համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ եւ ներել։ Մարտյան կանայք։ Տպավորվող, նուրբ եւ սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաեւ համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ եւ առավելագույն հավանություն եւ համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից եւ անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն եւ մոռանան նայել շրջապատողներին եւ հարցնեն. արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը եւ իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց եւ կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով եւ լսելու եւ օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է եւ ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով եւ այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ եւ զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։